Հարգելի լրատվամիջոցներ, հարգելի գործընկերներ, նորից ու նորից ձեզ ասում եմ շնորհակալություն, այս էլ որ երրորդ դեպքն է, դուք հումանիտար խնդիրներին այսպես արձագանքում եք, որովհետև Հայաստանը այսօր ցավոք հումանիտար խնդրի պակաս չունի։ Իմ կողքին Տիկին Ալան է, իր մայրը, Տիկին Ալան միայնակ պահել մեծացրել է իր երկու որդիներին։ Եվ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրեց, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի մաս, Տիկին Ալայի երկու որդիները Արցախյան վերջին պատերազմին սեպտեմբերի 19-ից սկսած մասնակցել են մարտական գործողություններին եւ երկուսն էլ զոհվել են։ Տիկին Ալան ինքը միայնակ պահել մեծացրել է իր երկու որդիներին, ինքը պաշտպանել է Արցախի սահմանները, որպես կին զինվորական պաշտպանել է Արցախի սահմանները եւ ցավոք այսօր Տիկին Ալան հայտնվել է Հայաստանի արդարադատության ձեռքը կրակն է ընկել։ 24 թվականին խաբեբայությամբ Տիկին Ալայից վերցնում են իր զոհված տղայի մեքենայի վաճառված գումարը, որպեսզի կարողանան իր տղաների շիրմաքարը կառուցեն եւ չեն արել դա, փոխարենը գողացել են նրանից այդ գումարը։ Երրորդ տարին է թևակողում, որ Տիկին Ալան դիմել է Հայաստանի արդարադատությանը, գործը Աչափնյակ դատարանում է։ Ինչ է անում դատավորը։ Տիկին Ալան, Ոսկանյան Տիգրան։ Մենք մի պարզ գողի հարց այս երկրում չենք կարողանում լուծել։ Պարզ գողի հարց, որը եկել է, այս մարդուց գողացել է իր զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը։ Մի ամբողջ արդարադատության համակարգ չի կարողանում լուծել մի պարզ գողի հարց։ Հիմա Տիկին Ալային ես անցած օրը խնդրել եմ, Աչափնյակ դատարանի առաջ փորձում էր նստացույց իրականացնել, տարեվերջներ։ Խնդրել եմ, որ չիրականացնի այդ նստացույցը։ Այսօր Տիկին Ալան եւս գալիս էր այստեղ նստացույցի։ Խնդրել եմ որպես հայ կին նրան, որ չանի այդ նստացույցը, որովհետև տեսնում եք ինձ ցուրտ է, այս կինը իր ցավի հետ երկու օր էլ այստեղ նստացույց անի, սա իրենց սրտից է բխում, խնդրել եմ չանի այդ նստացույցը, եկել ենք այստեղ պահանջելու, մի պարզ պահանջ կա, Նիկոլ Փաշինյանը ընդունի այս տիկնոջը, երկու երիտասարդ տղաների մեր հայրենիքի համար տված այս տիկնոջը եւ հասկանա մի գողի հարց այս պետությունը չի կարողանում լուծել, մի շարքային գողի հարց չի կարողանում լուծել։